Վրաստանը շարունակում է խոչընդոտել ապրանքների, մասնավորապես կոնյակի գինու արտահանումը Հայաստանից դեպի Ռուսաստան։ Ավելին, իրավիճակն այնքան է սրվել, որ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանի հատումը։ ՊԵԿ-ը հայտնում է, որ հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է, մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։ Պետական եկամուտների կոմիտեն գործում է բացառապես ստեղծված իրավիճակում սահմանը հատելու ցանկություն ունեցող բեռնափոխադրողների շահերից, վստահեցնելով, որ սահմանի վրացական հատվածում կուտակումների շուտափույթ կարգավորման պարագայում կկազմակերպվի հայկական մեքենաների պատշաճ բաց թողումն անցակետից։ Ազգային ժողովի падգամավորներն են դիտողություններ անում, արտահանման ոլորտը բարձի թողի վիճակում է, էկոնոմիկայի նախարարությունն ընդհանրապես ինչ է անում հարցը լուծելու համար։ Այդ ոլորտը բացի թողի վիճակում է, ինչ սպասեն, հիմա մեզ լսող կոնյակագործները, խաղողագործները, ինչ սպասեն։ Հունիսի 1-ից մինչ օրս 50 բեռնատար արդեն հասել է ՌԴ մաքսային մարմիններին։ Մայիսին տեղացած կարկուտը ըստ հաշվարկների ավելի քան 8740 հեկտար է վնասել։ Փոխհատուցում ստացել է գյուղացին մինչև օրս։ Պարզվեց ոչ։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ գյուղոլորտի պատասխանատուն հիմա էլ ասում է պետք է սպասել, թե հունիսին ինչ եղանակային պայմաններ կարող են լինել։ Այդ ամսին էլ է կարկուտ տեղում եւ ըստ Խոջոյանի կհաշվեն ամբողջական վնասի չափը, հետո միայն կփոխհատուցեն։ Ինչ եք նախատեսում, հստակ ասեք, տալու եք այդ մարդկանց փոխհատուցում, թե չէ, մնացածները ընթացքի մեջ են, վերանայելու են, ապահովագրական գործողությունները, կազմակերպությունները իրանց գործառույթներ իրականացրել են, չեն իրականացրել։ Այսօր էդի գյուղացում քիչ է հետաքրքրում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիս ամսին նույնպես պատմականորեն բավականին ռիսկային է կարգտահարության առումով, մենք այս պահին դեռ վերջնական արձագանք չենք ներկայացնում, հունիսի 20-ից 25-ից հետո արդեն որոշակի ամբողջական պատկեր ունենալուց հետո նոր կկարողանանք վերջնական արձագանք։ Պատգամավորներին փոխնախարարի ներկայացրած մեկ այլ ցուցանիշ էլ վրթովեցրեց, ինչպես թե անասնագլխականակի ավելացում կա։ Խոջոյանն ընդհանրապես գյուղերում լինում է։ Դուք ընդ ձեր զեկույցում ասում եք, որ անասնապահության աճ է գրանցվել։ Արդյոք դա իրականություն է։ Դուք եղել եք մարզերում։ Անասնագլխականակի աճը անասնագլխականակ անգամներով նվազել է։ Որպես ապացույց պատգամավորը մեկ դիտարկում էլ արեց։ Հանրապետությունում բրուցելոզ է տարածված, իսկ էկոնոմիկայի նախարարի տեղակալի համար ըստ պատգամավորի կարծես թե այդ իրավիճակը մտահոգիչ չէ։ Համեմատելով նախորդ տարվա հետ այս պահի դրությամբ դրական հակազդած թվերը, պետք է նշեմ, որ ոչ այնքան մտահոգիչ է եւ իհարկե կա որոշակի տարբերություն նախորդ տարվա համեմատ, բայց որ առանձին համայնքներում եւ լիազոր մարմնի ցուցմամբ իրականացվում է նաեւ կրկնակի այլունառում անհրաժեշտության դեպքում։ Ասում եք բրոցիլոզի բաներ կա, բայց մտահոգիչ չէ։ Ո՞նց կարող է մտահոգիչ լինել։ Բռնկում կա այդ օրը 19-ն է։ Դրա մտահոգիչը ո՞րն է, որ դուք բրոցիլոզի հիվանդություն ունեք, կարանտինային հիվանդություն է եւ բռնկում ունեք, ասում եք մտահոգիչ չէ։ Թեկուզ մեկ անասնագլխականակը բրոցիլոզով վարակվելու օջախ արդեն տարածելի է, դա մեկ գլխականակ էլ վարակվի, բան բրոցիլոզով հիվանդ, արդեն ձեր համար պետք է մտահոգիչ լինի։ Արդյոք այդքան մատների արանքով եք նայում։ Էկոնոմիկայի փոխնախարարը հայտնեց, որ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների արյունառում բրուցելոզի դեպքերը հայտնաբերելու համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։